Ողջույն սիրելի Աստծո ժողով, սիրելի քրիստոնյա ազգ, մի տեղ կարդանք, կարողանանք Աստծո առաջ գանք, մեր ամեն հանցանքը, մեղք, անօրությունը խոստովանենք եւ թողություն գտնենք։ Դա շատ կարեւոր է եւ բժշկություն է մարդու ներսի համար, ժողովուրդ ջան։ Փրկությունը, օրհնությունը սկսվում է ապաշխարությունից։ Քրիստոնյայի առաջի քայլը ապաշխարությունն է։ Հովհաննես Մկրտիչը եկավ, ասավ ապաշխարեք, Հիսուս եկավ, ասավ ապաշխարեք, իրանց առաջի քարոզները եղավ ապաշխարության տանող քարոզ ժողովրդին։ Հովհաննես առաքյալի առաջի թուղթ առաջի գլուխի 9-րդ խոսքից ասում է, եթե մենք մեր մեղքերը խոստովանենք, նա հավատալիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Բայց եթե ասենք մեղք չեն գործել, ստախոս ենք անում նրան, Աստծուն, եւ նրա խոսքը մեզանում չի։ Նայեք, մենք մարդ ենք։ Բոլոր մարդիկ ասում է մեղ գործեցին, մեղանչեցին Աստծո փառքից ընկան, հեռացան Աստծո փառքից, որ Աստծո փառքը մարդը կրում են իր վրա, մեղք գործեց փառքից հեռացավ, փառք իր վրայից հեռացավ։ Հիմա ասում է ապաշխարեք, ասում է խոստովանենք մեր մեղքերը, որովհետև ինքը հավատարիմ է, որ մեր մեղքերը թողա մեզ։ Ցանկացած մարդուն պետք է հավատարիմ մեկը, որ մարդ կարողանա իր մոտ իր սիրտը դատարկա, խոսա իր սրտի բեռը, խոսա իր սիրտը հանգստացնա, կարողանա խոստովանա իր այն հանցանքն ու անօրությունն ու մեղքը, որ գործել է եւ իր խիղճը տանջում է իրան եւ զգում է, որ սխալ է։ Առաջինը դա Հիսուս Քրիստոսն է։ Խոստովանենք իր առաջին մեր ամեն մեղքերը եւ ինքն է արդարը եւ հավատարիմը, որ մեզ կսրբա եւ կարդարացնա այդ ամեն անիրավությունից։ Միայն Հիսուս Քրիստոսը կարա մեզ սրբա մեր մեղքից։ Բայց եթե մենք ասենք, թե մեղք չենք գործել, մենք ստախոս ենք անում նրան եւ նրա խոսքը չկա մեզանում։ Նայեք, Եսայի մարգարեության 57:15-ում ասում է. եւ որի անունը սուրբ է, այսինքն Տերը բնակվում է բարձրում եւ սուրբ տեղում, պաշտինում է կոտրած ու խոնար, փշրված սիրտ ու հոգի ունեցողի հետ, որ նրա խոնարների հոգին կենթանացնե սրտով կոտրվածներին։ Մենք որ խոստովանում ենք, մենք խոնարհվում ենք, մեր սիրտը փշրում ենք, կոտրում ենք Տիրոջ առաջին եւ Տերն